Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր հյուրն է մշակութային գործիչ, հեղինակ, կատարող, երգիչ պարոն Արմեն Ադամյանը։ Խնդրեմ, պարոն Ադամյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրեմ ասեք, ինչպես առաջացավ մտահղացումը, որպեսզի Վայոց-Ձորը ունենա իր զինանշանը, օրհներկն ու դրոշը։ Ուրեմն 90-ական, անցած դարի 90-ական թվականների կեսերին, երբ Հայաստանում ձևավորվեցին մարզերը, 1996 թվականին արդեն ձևավորվեց նաև Վայոց-Ձորի մարզը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունեց որոշում, որ ամեն մարզ պետք է ունենա իր խորհրդանիշները։ Եվ այդ խորհրդանիշների մեջ առարկայական էին նաև տվյալ մարզի օրհներկը, զինանշանը եւ դրոշը։ Ուրեմն այն ժամանակ ես աշխատում էի Վայոց-Ձորի մարզպետարանում որպես մասսայական եւ մշակութային միջոցառումների գլխավոր կազմակերպիչ, մարզպետի օգնական, միանգամից ձեռնամուխ եղա տվյալ առաջարկին, որովհետև դա իմ սրտովն էր, քանի որ ես ինքս նույնպես ստեղծագործող եմ եւ մեծ ոգևորությամբ մենք անցանք գործի։ Ստեղծեց համապատասխան հանձնաժողով եւ այդ հանձնաժողովը կարճ ժամանակում հավաքագրեց Վայոց-Ձորի զինանշանի, դրոշի եւ օրհներկի բոլոր առաջարկները եւ ստեղծվեց շատ օբյեկտիվ հանձնաժողով 12 հոգուց կազմված, որի մեջ ներառված են ինչպես մայրաքաղաքային մասնագետներ, այնպես էլ տեղական երաժիշտներ, արվեստագետներ, գրականագետներ, որպեսզի տեքստը, երաժշտությունը նայվեր, քննարկեն, իսկ ընտրությունը կատարվեց շատ օբյեկտիվ ձևով, փակ քվեարկությամբ, այսինքն 12 սեղաններ էին, սեղանները գտնվում էին իրարից հեռու, որպեսզի նույնիսկ քննարկման ժամանակ այդ քննարկողները իրար կողք չլինեին։ Եվ երեխաները մի ծրարը տեղափոխում էին մյուսի մոտ։ Ոչ մի անվանում չկար, ամեն ծրար ուներ իր համարը, այսինքն ամեն ստեղծագործող ինքը հանդիսանում էր, որ իր համարը ունեցող գաղտնի փակ քվեարկության մասնակից։ Այդպիսի գաղտնի փակ քվեարկության արդյունքում ի վերջո ի պատիվից ընտրվեց իմ տարբերակը Վայոց-Ձորի օրհներկի, իսկ զինանշանը ճիշտ է, մենք քննարկեցինք խորհրդատվությամբ զինանշանի հեղինակը մեր լավագույն ընկեր Սամվել Աղաջանյանն էր, մարզի ճարտարապետը, որը այն ժամանակ մի քանի տարբերակներից մենք ընտրեցինք խորհրդանշական տարբերակ, որի մեջ ներառված էին Վայոց-Ձորի մարզի պատմական ճարտարապետական հուշարձան նորավանքի աստիճանները, մի խոսքը ձեր հաղորդման մեջ կա նաև այդ զինանշանը, իսկ դրոշի հետ կապված ցավոք այդ գործընթացը դրոշի եւ զինանշանի մի քիչ դանդաղեց եւ ի վերջո դրոշի հետ կապված այդ գործընթացը կիսատ մնաց։ Իսկ ինչ վերաբերում էր օրհներկին, ուրեմն նույն թվականին սեպտեմբերի 21-ին ամառային ամֆիթատրոնում տեղի ունեցավ իմ Վայոց-Ձորի օրհներկի շնորհանդեսը, երգչախումբը ղեկավարում էր մեր լուսահոգի ընկեր Ֆիլիպ Բալոյանը, շնորհանդեսը տեղի ունեցավ եւ պաշտոնապես հաստատվեց որպես Վայոց-Ձորի մարզի օրհներկ։ Դա է հիմնական պատմությունը եւ ես հույսով եմ, որ իմ օրհներկը եւ ընդհանրապես զինանշանը անբաժանելի մասը կկազմեն արդեն մեր կրթական համալիրներում, մեր կրթական օջախներում երեխաների ուսուցման գործընթացի, որովհետև ինձ թվում է, որ ամեն վայոց-ձորցի պարտավոր է իմանա իր մարզի օրհներկը, իմանա իր մարզի զինանշանը եւ ուրախ կլինեմ, որ ցանկացած մասսայական եւ մշակութային միջոցառում մարզում եւ մարզի համայնքներում, դպրոցներում սկսեն օրհներկի հնչողությամբ կամ օրհներկը երգելով, ինչու՞ չէ։ Մենք վայոց-ձորցի ենք, իսկ ես ամեն ինչ արել եմ, որ այդ բառերը Վայոց-Ձորի օրհներկի բառերը լինեն խորհրդանշական եւ ցանկացած վայոց-ձորցու սրտով։ Աննաղի ամրոսներ դարած, ծողերը սրտի պես վերոքով, շայները հայացնեն դեպ բարև հարզած,
երաշիտա, կացրահամ մտքի պես վայրդով, կոմարդիկ հյուրասեր սրտներ աշիտա, կացրահամ մտքի պես վայրդով, չի բացի սուրբ հողատ երկը կշտնամի, մենք կանգնած ենք կողքի ամենով, թող շավալ լույսը քո հավերժի ճապի, քո օջախ հայրենի վայրդով, թող շավալ լույսը քո հավերժի ճապի, քո օջախ հայրենի վայրդով։ 90-ականներից է այդ օրներքը եկել։ Որ երկը եկել է 1997 թվականից։ Իսկ փոփոխման ենթարկվել է։ Մի թեթևով, շատ քիչ այնտեղ դու հայոց չնաշխար վայոց ձոր, դու հայոց բնաշխար վայոց ձոր, կամ այնտեղ մի բառ կար, մեր օջախ հայրենի վայոց ձոր, վերջում կամ դու օջախ հայրենի, բայց շատ քիչ, դա էական փոփոխություններ չեն։ Եվ ես հուսով եմ, որ շուտով համապատասխան կառույցները, եթե ուշադրություն դարձնեն օրսներքին, կտպագրեն տեքստերը եւ կբաժանվեն տեքստերը, երաժշտությունը, նոտաները կբաժանվեն մեր ուսումնական ձեռնարկությունների համապատասխան պարապող մասնակիցներին։ Որևէ հաստատություն օգտագործվում է մեր օրներքը։ Մեկ, շատ քիչ։ Ովքեր գիտեն, իրարվում են, ես ինչքան գիտեմ, դպրոցներ կան, մարզի դպրոցներ կան, որ իրենք այդ օրներքը իրանց միջոցառումներից առաջ, վերջի զանգից առաջ, ինչպես նաև ժամանակին, որ մենք ունենք Արփան Բարզային հեռուստաընկերությունը, որի տնօրեն գեղարվեստական ղեկավար գլխավոր խմբագիր էր, պատիվ եմ ունեցել լինելու ես, մեր հաղորդումը սկսվում էր մեծ մասամբ այդ օրերքի նվագակցությամբ եւ օրերքի հնչողությամբ, կամ առաջին մի քանի տողով։ Մարզի Եղեգնաձոր մարզ կենտրոնի ամենակենտրոնում, ամենասիրված վայրում, Մոմիկի անվան զբոսայգում, ուր նախկինում բավականին շատ մշակութային միջոցառումներ էին անցկացվում, որոնցից մեծամասամբ շատերը ես եմ անցկացրել եւ ես հույսով եմ, որ մոտ ապագայում այս զբոսայգին կրկին կընդունի իր ձևը, բովանդակությունը եւ նշանակությունը։